Անկեղծ ասեմ, ինձ սերն է տանում լեռներ, բայց արդյունքը շատ տարբեր է, ինքնագնահատականը դա բարձանում, համարձակությունը, կայացածնելը։ Պատմեք ձեր մասին եւ ասացեք, թե կապը լեռների հետ, արշավների գնալը երբ այն սկսվեց, ինչու եւ ինչպես։ Հետաքրքիր հարց է, որովհետև եթե մտածենք լեռներ սիրելու, դա նոր հասունացող տարիքի սեր էր, որ երկրաբանությունը շատ ձգում էր, բայց դե բնականաբար եթե ես հիմա 64 տարեկան եմ, այն ժամանակ իմ հայրիկը այն ժամանակ խստիվ դեմ էր դրան, թե ինչ հիմարցանկություն աղջիկա համար լեռնել բարձրանալը։ Հա, երկրաբանություն լեռներ, որ պետք է գնաս գիշերակացով խարույկներ վառենք, նստեք կողքը տաքանակ, դա ինչ կնոջ աշխատանք է եւ այլն, բնականաբար մեջդ խեղդում է ցանկությունը։ Իսկ երբ որ արդեն մեծանում տարիքը քո կյանքը փոխվում է, քո ընտանիքի անդամների ամեն ինչի հետ կապված երբ որ փոքրիկ թորնիկս էլ գնաց մանկապարտեզ արդեն հաճախեց ես այդ պահին զգացի որ ես ազատ եմ ես կարող եմ անել այն ինչ ուզում եմ միշտ մտածել եմ աշխատելու մասին որովհետև առաջի հղի անալու օրվանից հետո չեմ աշխատել մինչև երևի հիմա վերջերս ու մտածեցի քանի որ մասնագիտությամբ բիոքիմիկ եմ ավելի հարազատ էր ու ավելի մասնագիտությանը մոտ կոսմետիկական միջոցների արտադրություն հիմնել բայց թորնիկներս ընքան շատ են ժամանակը ստանում որ ստացվում է որ ես արտադրում եմ պատրաստում եմ միայն իմ ընկերների ու աղջիկներիս համար ընկերուհիների տենց ու ամենակարևոր բանը երբ որ հոգիդ թռնում է դու ազատ ես գիտես արդեն ժամանակ ունես իրանք երեխեքը մեծացել են ու դու պետք է իրանց ազատ թողնես ու զգացի որ իմ երկրաբանությունն է ուղեղից գալիս ու ես իմ հին երազանքը մասիսի Աստղիկ ինչպես առաջացավ մեծահասակների համար արշավներ կազմակերպելու գաղափարը նպատակը եւ այսօր որ փուլում եք այդ ծրագրի մասին ասեք Գաղափարը առաջացավ նրանից որ մեծահասակ այսինքն 18+ խմբերի հետ գալիս էին մասնակիցներ ունենում էի զանգեր որոնք sense վախվորած էին կհաջողացնեն որովհետեւ բոլորը տանը նստած կարծում են ով որ սարերում է նա ավելի ֆիզիկապես կամ կամածին ավելի շատ որակներ ունի բայց ավելի sense շոշափելի փուլ եկավ երբ որ 3-ից 6 տարեկան խմբի համար կազմակերպում էի ու երբեմն ծնողները զբաղված էին երեխաներին ուղեկցելու տատիկներն էին գալի շատ մեծ սիրով ու բացահայտեցի նաեւ գեղեցկությունը Հայաստանի եւ որ հնարավոր է նաեւ իրենց համար դրա համար ես հասկացա որ կա այս գեղեցիկ խումբը, որ ես ասում եմ 50+ խոխեք, որովհետև տենց անուշ մարդիկ են, որոնք ուզում են գնալ, բացահայտել, փորձ չեն ունեցել, միգուցե մտավախություն ունեն, որ չեն կարող ֆիզիկապես կամ հագուկապ չունեն, կարծում են, որ դա կխանգարի, որոշեցին, որ հենց անել իրենց համար, որ այդ վստահությունը նաև ֆիզիկական ակտիվությունն ապահովենք։ Աստղիկ կան արդյոք առանձնահատկություններ տարիքով մարդկանց հետ արշավ գնալու ժամանակ մի քիչ ավելի գուցե մեղմ է գուցե ավելի ուշադիր եք նախնական փուլում եթե կասկածում են մի քիչ իրենց ուժերի վրա քաջալերումն է բայց ավելի սիրալիր կարծում եմ դա բոլորի հետ ենք կարող ենք եւ խիստ լինել եւ սիրալիր որտեղ հասկանում ենք որ մի քիչ ավել են ուզում նվնվան բայց ֆիզիկապես իրենք ունեն այդ ռեսուրսը իսկ մենք դա ուղեկցորդներս կարողանում ենք տեսնել անկախ տարիքից ով ինչքան ուժ ունի եւ ինչքան է մանիպուլատիվ վարքի վերածվում եւ անսովորության որոշ պանիկայի դրսեւորում որտեղ մեծ մասամբ ես կարծում եմ ինչպես Կարինեն նշեց, բոլորս ունենք այդ ռեսուրսը, բայց ցավոք սրտի մենք դրա մասին չգիտենք, հա, ինչպես մշուշի ժամանակ արևը կա, լույսը չենք տեսնում, բայց մեկը ինքը կա։ Դրա համար ես կարծում եմ ոնց որ այս արշավների ընթացքում ավելի շատ այդ թիմային ոգին իրար հետ համագործակցելու, մեկի տեմպը դանդաղեցնելու, մեկին արագացնելու դրա մասին է ու դա կարծում եմ մի քիչ տարիք չի ճանաչում։ Իհարկե կան ավելի sense թիրախային խմբեր, օրինակ 3-ից 6 տարեկան երեխաները 50+, հա, միգուցե ավելի կարիքը ունեն այդ քաջալերման, բայց դա կարծում եմ ինդիվիդուալ է ու առաջինը տարիքից բխող չէ։ Աստղիկ իսկ ընդհանրապես Վիսոցկու երգում էր ասվում լեռներ գնալու համար
Ինչ հատկանիշներ են պետք, շատ կամքի ուժ, ընկերասիրություն, որոնք են ամենաառանցքային կետերը, որ մարդ պիտի ունենա, որ կարողանա հաղթահարել բարձունքները։ Ես կարծում եմ, որ պետք է ունենա նախ որոշում եւ իր որոշմանը տեր կանգնելու հաստատակամություն։ Որտեղ մարդիկ են գալի, որոնք իրենք կուզեին ընկերասեր լինել, բայց ավելի իրենց քարանձավում են, ավելի կամ բնությունն են այլ կերպ այլում, հա։ Բայց արշավների ընթացքում, եթե անգամ այն որակները, որ իրենք չեն մտածել, որ պետք է թիմային, որտեվ առանց թիմի, եթե դու ուզենաս սարը բարձրանալ թիմով ու չընկալ թիմին մաս չդառնաս, շատ դժվար է լինում եւ կարող եմ ասել մի փոքրիկ տհաճ ու ավելի բարդ հոգեբանորեն եւ ֆիզիկապես ոնց որ ես կարծում եմ, որ ինչ որ հատուկ որակներ պետք չեն սկզբից, բայց որակներ կան, որ անկախ քո կամքից ձևավորվում են կամ հղկվում են կամ բացահայտվում են արշավականի կողմից։ Ինչ է պետք 50+ խոհեքի համար արշավ կազմակերպելու, որ փուլում եք։ Հրավիրենք մարդկանց, մեր ունկնդիրներին, ամբողջ երկրով մեկ Երևանում ապրողներին, որ միանան ձեզ։ Դժվար է ընթացքս, դժվար է ինչ-որ մի գաղափար կյանքի կոչել, հատկապես Հայաստանում այդ կարծրատիպային, հա, որ 50+ արդեն վերջ ինքը կամ տանգործ պիտի անի կամ անverջ ծառայի ու իզորու չէ։ Փուլը մի քիչ տես դժվար են առաջ գնում, բայց մարդիկ կան, որոնք արդեն սպասում են ու կամաց կարծում եմ մինչև տարեվերջ կունենանք արդեն կանոնավոր 50+ խոհեկի արշավներ։ Եվ մի վերջին հարց, այս զրույցի ժամանակ իմացա, որ բարձրանալը մի դժվարություն է, փաստորեն իջնելն էլ իր բարդություններն ունի, դրա մասն էլ եթե կարելի ասեք։ Բարձրանալը դե ավելի շնչառական է, ներքև իջնելը արդեն ծնկների հետ կապված մկանային, ոսկրային, շատ մարդիկ կան մեծամասամբ բոլորը շնչառականից են ավելի նեղվում, բայց իհարկե շատ մարդիկ կան, որոնք իջնելուց անգամ փոքրիկ թեքության վրա ավելի են նեղվում, քան լուրջ վերելքների ժամանակ։ Բայց հա, եւ այստեղ կա մի հոգեբանական կետ, որ մինչեւ վերև, երբ որ գագաթին ես ու արդեն իջնում ես, ոչ թե ընթացքն է հեշտ, այլ նաեւ հոգեբանորեն այդ բավարարության զգացումը եւ ավելի մաքրված, այդ բնապատկերները վայելած, արդեն իջնելը թվում է դու արդեն արել ես այն բարդ մասը, եթե անգամ դժվար է, բայց արդեն գիտես, որ արել ես, բարձրացել ես, պիտի իջնես, ճարճունես, այդպես։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես չէի պատկերացրել, որ այս թեման անսպառ է, ստացվում է անսպառ է։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հուսանք, որ Տիկին Կարինեի օրինակը մեր ունկնդիրների համար վարակիչ կլինի եւ կկապվեն ձեզ հետ, թեկուզ մեր միջոցով եւ արշավի խումբը 50+ տարիքի համար կձևավորվի եւ այս անգամ էլ դուք կարող եք առաջնորդել